Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարաթ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1596-րդ օրն է։ Երեքչի առաջին օրվա Կիևին ռուսական հարվածի ֆոնին Ուկրաինան անընդհատ գրոհում է ռուսական տարածքը։ Մոսկվայից սկսած մինչև օկուպացված Ղրիմ, Պուտինի վիճակը ավելի բարդացավ, քիչ անց կասեմ, թե ինչ վիճակ է դրանց մոտ։ Արդեն գիտեք, որ հենց նույն գիշերվանից Ուկրաինայի պաշտպանության ուժերը խոցում էին կարևոր ռուսական թիրախները, ձեռքի հետ էլ հեռահարության պատմական ռեկորդ են սահմանել, միաժամանակ հարվածելով Ռուսաստանի 3 խոշորագույն նավթավերամշակման գործարաններին Լենինգրադի, Յարոսլավլի և Օմսկի մարզերում։ Դրոնների այս զանգվածային գրոհը չափազանց բարդացրել է Մոսկվայի վառելիքի մատակարարման համակարգը, առանց այն էլ եղած բարդ վիճակում, և ագրեսոր երկրի ներքին ածխաջրածնային ճգնաժամը դուրս է բերել կրիտիկական մակարդակի։ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին ուղղված ուկրաինական դրոնների համակարգված հարվածները հանգեցրել են Ռուսաստանի ներսում վառելիքի և ապրանքների գների կտրուկ աճի, զգալիորեն նվազեցնելով բնակչության իրական եկամուտները և աղքատացնելով ռուսաստանցիներին։ Ֆինանսական հատվածը արձանագրել է Մոսկվայի բորսայի ինդեքսի խուճապային անկմամբ, քանի որ ներդրողները գնահատելով երկարաժամկետ ռազմական ռիսկերը սկսել են զանգվածաբար դուրս բերել իրենց գումարները ռուսական ակտիվներից։ Ասեք, որ լավ լուրերով ենք սկսում եթերը։ Ամերիկյան Axios պարբերականը հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին հայտնում է, որ երկարատև պատերազմը Վլադիմիր Պուտինի համար վերածվել է անտանելի բեռի, ստիպելով նրան ուղիներ փնտրել այն ավարտելու համար։ Ռեսուրսների կրիտիկական սպառման, կենդանի ուժի աղետալի կորուստների և արտաքին կոշտ ճնշման ֆոնին ռուսական ռազմական տնտեսությունը խորը ճգնաժամ է ապրում։ Ռուսական նավթավերամշակման ենթակառուցվածքներին ուղղված ուկրաինական դրոնների զանգվածային հարվածները և պետբյուջեի գրեթե կեսը կլանող ռազմական ռեկորդային ծախսերը արդեն իսկ վտանգավոր մակարդակի են հասցրել ազգային բարօրության հիմնադրամի պահոստների սպառումը և ստագֆլյացիա առաջացրել քաղաքացիական հատվածում։ Թրամփը նույնպես հաստատել է, որ Պուտինը հսկայական ճնշում է զգում և ցանկանում է ավարտել պատերազմը, ինչը ներկա պահը առավելագույնս նպաստավոր է դարձնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրերին Կիևի դիրքերի ուժեղացման համար։ Ուկրաինական դրոնների նոր աշխարհագրությունը վկայում է Ռուսաստանի թիկունքային անվտանգության վերջնական տապալման մասին։ Բարի դրոնները հաղթահարել են 3400 կիլոմետրի պատմական նշագիծը, մոտենալով Սիբիրի նավթի և գազի արդյունահանման հիմնական շրջաններին, ինչը հարվածի տակ է դնում Կրեմլի հումքային տնտեսության հիմքը։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի պաշտպանության ուժերը փաստացիորեն վերջ են դրել Մոսկվայի բենզինի մատակարարման համակարգին, հարվածելով Օմսկի նավթավերամշակման գործարանին։ Սիբիրյան այս հսկա համալիրը հանդիսանում էր Մոսկվայի տարածաշրջանի համար հիմնական դոնոր, քանի որ Ռուսաստանի եվրոպական մասի նավթավերամշակման գործարանների կանգառից հետո հենց Յարոսլավլի և Օմսկի գործարաններն էին արտակարգ կերպով ուղղում իրենց վառելիքի ողջ ծավալները Մոսկվայի դեֆիցիտը ծածկելու համար։ Այժմ հաջող հարվածներից հետո Մոսկվան և Ռուսաստանի կենտրոնական շրջանները մնում են առանց նավթամթերքի հիմնական աղբյուրների, ինչը ներքին վառելիքային ճգնաժամը դուրս է բերում սկզբունքային նոր կրիտիկական մակարդակի։ Ուկրաինական ուժերի, այդ թվում անօդաչու թռչող սարքերի համակարգերի ուժերը իրենց հարվածներով կաթվածահար են արել հակառակորդի հակաօդային պաշտպանությունն ու լոգիստիկան Բրյանսկի մարզում և Ազովի ծովում։ Ռուսաստանի ռազմավարական պաշտպանական համալիրների ոչնչացման արշավը դուրս է եկել նոր մակարդակի։ Հուլիսի 7-ի գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերը իրականացրել են լայնամասշտաբ համակարգված գործողություն, կրիտիկական կորուստներ հասցնելով Ռուսաստանի ռազմական ենթակառուցվածքներին։ Ուկրաինական հարվածների վերջին հաջողություններից է Բրյանսկի մարզում S-400 Տրիումֆ զենիթահրթիռային համալիրի արդիական արձակման կայանի ոչնչացումը։ Հատուկ գործողությունը իրականացրել են ուկրաինացի զինվորականները, ովքեր հայտնաբերել և ամբողջությամբ լիկվիդացրել են սահմանին երկինքը փակող թանկարժեք համալիրը։ Միևնույն ժամանակ Մադիարի թռչունները հզոր համակցված հարված են հասցրել Ազովի ծովում և օկուպացված Ղրիմում։ Աղբյուրների հաղորդմամբ անօդաչուները հրդեհել են միանգամից 8 ռուսական նավթատանկեր, որոնք դեֆիցիտային վառելիք էին տեղափոխում Ղրիմ, ինչպես նաև հաջողությամբ խոցվել են Բեռնանավ, Լաստանավ և հակառակորդի այլ զենիթահրթիռային համալիրների դիրքեր, լիովին կաթվածահար անելով ռուսական զորքերի հարավային խմբավորման մատակարարման լոգիստիկ շղթաները։
Բրյանսկի մարզում S-400 արդիական համալիրի ոչնչացումը բացահայտեց Կրեմլի ռազմական ռազմավարության ողջ աբսուրդն ու ագոնյան, հոգեվարքը, սեփական հակաօդային պաշտպանության միջոցների սուր դեֆիցիտի ֆոնին Պուտինյան բանակը գիտակցաբար զրկում է սեփական տարածքը պաշտպանությունից Ուկրաինայի դեմ ահաբեկչությունը շարունակելու համար։ Այս իրավիճակը կատարելապես աբսուրդային է։ Սեփական օբյեկտները պաշտպանելու համար հակահրթիռային կրիտիկական պակաս ունենալով ռուսական հրամանատարությունը զանգվածաբար օգտագործում է S-400 համալիրների դեֆիցիտային հրթիռները ուկրաինական քաղաքներին հարվածելու համար, փորձելով լրացնել բալիստիկ իսկանդերների պակասը։ Պուտինը գիտակցաբար զրոյացնում է Ռուսաստանի պաշտպանական կարողությունները հանուն Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ահաբեկչական հարձակումների։ Սա ռեժիմի հոգեվարքի հստակ նշան է։ Դիկտատորը այլևս չի մտածում իր երկրի անվտանգության մասին։ Նրա միակ նպատակն է հնարավորինս շատ վնաս հասցնել Ուկրաինային, եւ այն հրթիռները, որոնք կոչված էին պաշտպանել Ռուսաստանի օդը հարձակվող հրթիռներից, Ռուսաստանը օգտագործում է Ուկրաինայում թիրախներ խոցելու համար։ Աբսուրդ է, բայց այսօրվա իրականությունն է։ Համաշխարհային ռազմական պատմության մեջ գրեթե չկան նման օրինակներ, երբ բացառապես պաշտպանության համար ստեղծված թանկարժեք համակարգերը ռազմավարականորեն վատնվեն հարձակման վրա։ Բրյանսկի մարզում արձակման կայանի լիկվիդացումը ապացուցեց, որ քանի դեռ ռուսական մերկացած շրջանները մնում են առանց պաշտպանության, Ուկրաինայի զինված ուժերը մեթոդաբար ոչնչացնելու են այդ համալիրները հենց իրենց դիրքերում։ Ինչպես ասացի, եւս մեկ նման համալիր խոցվել է Ղրիմում նույն օրը, հուլիսի 7-ի գիշերը։ Բացի այդ, նույն գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերը իրականացրել են լայնամասշտաբ համակարգված գործողություն Ռուսաստանի տարածքում ռազմարդյունաբերական համալիրի եւ լոգիստիկայի օբյեկտների ոչնչացման համար։ Բելգորոդում հրթիռային հարվածով ոչնչացվել են ենթակառուցվածքային կարևոր օբյեկտներ, պայթեցվել է տեղի ջերմաէլեկտրակայանը եւ մայրուղային գազատարը, ինչը հսկայական հրդեհ է առաջացրել եւ քաղաքի մի մասը թողել առանց էլեկտրականության, գազի եւ ջրի։ Բացի այդ, դիպուկ հարվածով խոցվել է Բելգրադի ռազմական աերոդրոմի նավթաբազան, օդանավակայանն էլ էր հարվածի տակ։ Դրան զուգահեռ, ինչպես պաշտոնապես հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, Բրյանսկի մարզում հարվածի տակ են հայտնվել ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ձեռնարկությունները, որոնք արտադրում են բաղադրիչներ հենց նույն հրթիռային համակարգերի եւ ռադիոլոկացիոն սարքավորումների համար։ Հուլիսի 7-ի գիշերը անօդաչու սարքերը հարձակվել են Ձերժինսկի շրջանում գտնվող Կալուգայի Պերվի զավոդ նավթավերամշակման գործարանի վրա, ինչը հաստատում են մոնիտորինգային ալիքները եւ աղբյուրների տվյալները։ Կալուգայի մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան հայտնել է արդյունաբերական օբյեկտում բռնկված հրդեհի մասին, չհստակեցնելով ձեռնարկության անվանումը, իսկ օկուպացված Ղրիմում ուկրաինական ուժերը հաջողությամբ շարքից հանել են մի քանի ռազմավարական երկաթուղային կամուրջներ, ինչը լիովին խզել է ռուսական խմբավորման համար զինամթերքի եւ ծանր տեխնիկայի մատակարարման լոգիստիկ ուղիները։ Հիմա ռուսները խոճապահար փորձում են նոր երթուղիներ ստեղծել, տեսնենք թե ինչ կստացվի նրանց մոտ։ Այժմ խնդրում եմ մի քանի վայրկյան հատկացնել եւ լայքել մեր եթերը, ինչպես նաեւ հնարավորության դեպքում տարածել այն սոցիալական ցանցերում։ Ձեր աջակցությունը լայքերի եւ տարածումների տեսքով շատ զգալի է։ Անչափ շնորհակալ եմ ձեզ։ Սա մեծ աջակցություն է մեր ալիքին։ Հասանք ռազմաճակատի թվերին, անցած 2 օրվա ընթացքում Ուկրաինայի գլխավոր շտաբի տեսալուսանկարահանած տվյալների համաձայն ռազմաճակատում տեղի է ունեցել ավելի քան 526 մարտական բախում, որոնց ընթացքում օկուպացիոն զորքերը կորցրել են եւս 2460 զինվոր եւ ավելի քան 5275 միավոր տեխնիկա, անօդաչու թռչող սարք, տրանսպորտ եւ սպառազինություն։ Ռելիզները ձեր էկրաններին են, աջ կողմին ամենաակտուալն է։ Պատերազմի սկզբից մինչ օրս թշնամու ընդհանուր կորուստները կազմել են արդեն 1,413,510 զինծառայող։ Երկու բառ քաղաքականությունից խոսանք ու անցնենք ձեր ամենասիրած բաժնին մեր եթերին։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Ուկրաինայի եւ Արևմուտքի հարաբերություններում տեկտոնական տեղաշարժ է նկատվում։ Ռազմաճակատի կայունացման ֆոնին Վլադիմիր Զելենսկին երկխոսությունը վարում է ուժի դիրքերից, այլ ոչ թե խնդրողի դերում։ Գերմանիան եւ գործընկերները դուրս են եկել սպառազինությունների արտադրության ռեկորդային տեմպերի, Ուկրաինային ապահովելով երկարաժամկետ կրակային աջակցությամբ եւ Կրեմլին զրկելով Ուկրաինայի զինված ուժերին հյուծելու հույսերից։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առումով երևի թե արժի հարցազրույց կազմակերպել ուկրաինական փորձագետների հետ, տեսնեմ մոտ օրերս ոնց կկարողանամ դա կազմակերպել։
Տհաճ միջադեպ է տեղի ունեցել Սիրիայում Մակրոնի այցի ժամանակ 2 հզոր պայթյուն է որոտացել Four Seasons հյուրանոցի մոտ, որտեղ Մակրոնը գիշերել էր։ Սա Եվրամիության երկրի ղեկավարի առաջին այցն է Սիրիա 24 թվականի վերջին Ահմադ ալ-Շարայի ուժերի կողմից Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո։ Մակրոնն ու ֆրանսիական պատվիրակությունը չեն տուժել փառք Աստծո, քանի որ պայթյունների պահին արդեն լքել էին հյուրանոցը եւ ուղևորվել նախագահական պալատ։ Սիրիայի արտգործնախարարության տվյալներով երկու ինքնաշեն ռումբեր, մեկը աղբամանում, մյուսը մեքենայի մեջ պայթել են վնասազերծման փորձի ժամանակ, վիրավորելով 18 մարդու, այդ թվում 4 ոստիկանի։ Մակրոնը հայտարարել է, որ այցը կշարունակի ըստ պլանի։ Փորձագետներն այս ուղևորությունը անվանում են ահռելի ռիսկ։ Սիրիան դեռևս անկայուն է, այնտեղ գործում են իսլամական պետության բջիջները, իսկ Մակրոնի կողմից Իսրայելի ռազմական ռազմավարության կոշտ քննադատությունը եւ նրա վերջին մերձավոր արևելյան քաղաքականությունը ել ավելի են մեծացնում լարվածությունը տարածաշրջանում։ Մակրոնը մեր Հայաստանի եւ Ուկրաինայի բարեկամն է, բայց երբեմն շատ տարօրինակ քայլեր է անում։ Չի ուզենա արտաբերել նրա հասցեին հենց արաբերեն այն բառը, ինչի տպավորություն, որ նա թողնում է այս օրերին։ Ափսոս, որ այսքան խարիզմատիկ լիդերը նման անշոք վիճակում է հայտնվում իր տարօրինակ քայլերի պատճառով։ Մյուս կողմից սա վառ ցույց է տալիս, որ միտեղ ուր կարող է գնալ Զելենսկին, դեռ չի կարող հանգիստ գնալ Մակրոնը, չնայած առաջին հայացքից արտաքին քաղաքականությունը գրեթե նույնն է, եւ այստեղ բանալի բառը գրեթեն է։ Մակրոնը ռեգուլյար իմպուլսիվ, բայց իրականում շատ փնթի քայլերը վտանգ են ներկայացնում նույնիսկ միջուկային տերության լիդերի համար, ինչպիսին Մակրոնն է։ Դարը փոխվել է եւ այս քայլը Մակրոնի հանդեպ ավելի շատ մարդ կհիշի, քան նրա փայլուն հաղթանակները, որոնք եղել են իհարկե։ Ամենակարևորը մեզ համար, ովքեր Մակրոնին բարեկամ են համարում, որ նա ողջ ու առողջ է, իսկ մնացածը հենց Մակրոնի մտածելու բանն է։ Ափսոս, որ այսպես է մոտենում իր նախագահության ավարտին Մակրոնը։ Իմ կարծիքով հիմա նա խնդիր ունի անելու այնպիսի քայլեր, որպեսզի նման միջադեպերը երկրորդ պլան մղվեն, բայց ամենակարևորը, ինչպես ասում են, առողջությունն է, կարևորը ողջ եւ առողջ է։ Իսկ քաղաքականությունը կարելի է շտկել։ Անցնենք անցած օրվա, ավելի ճիշտ գիշերվա կարևոր ռազմական հարվածներին։ Այս գիշեր Ուկրաինայի պաշտպանության ուժերը Սև չորեքշաբթի են կազմակերպել օկուպանտների համար, համակցված հարվածներ հասցնելով Ռուսաստանի միանգամից 8 մարզերի եւ օկուպացված տարածքներին, ինչպես նաեւ 2 ծովերի ջրատարածքների ռազմավարական օբյեկտներին։ Ուկրաինայի գլխավոր շտաբի եւ նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից հաստատված արդյունքները նոր պատմական նշագիծ են սահմանում Ուկրաինայի զինված ուժերի հեռահարության հարցում։ Խոցված օբյեկտների ամբողջական ցանկը ներկայացնեմ, սկսեմ Թաթարստանից, Նիժնեկամսկից 1400 կիլոմետր հեռու ռազմաճակատից գտնվելով, այնտեղ ռուսաստանցիները իրենց ապահով զգալ չեն կարող։ Գլխավոր շտաբը Ուկրաինայի հաստատել է Տաիֆ NK հսկա նավթավերամշակման գործարանի խոցումը, որը տարեկան 8 միլիոն տոննա արտադրանք էր տալիս։ Բացի այդ, ուկրաինական դրոնները հարվածել են Նիժնեկամսկ նեֆտեխիմ քիմիական կոմբինատին, անմասն չի մնացել Բաշկիրյան, Ուֆան։ Այստեղ լյուտի դրոնները հերթական ռեկորդ են սահմանել, անցնելով 1500 կիլոմետր, ոչնչացրել են Տրանսնեֆտ Ուրալ համակարգի Չերկասի կարևորագույն նավթամատակարարման կայանը, կաթվածահրանելով հումքի տեղափոխումը Ռուսաստանի ողջ արևելյան ուղղությամբ։ Սարատովի մարզից խոսենք, Ուկրաինայի գլխավոր շտաբը հաստատել է Ռոսնեֆտի Սարատովի նավթավերամշակման գործարանի, որը տարեկան 7 միլիոն տոննա արտադրանք է տալիս եւ ապահովում էր Պավոլժեի ռազմական լոգիստիկան, նույնպես խոցվել է բարի դրոնների կողմից։ Օկուպացված Ղրիմում, ինչպես եւ անցած 2 ամսվա ընթացքում, շատ անհանգիստ էր։ Բարի դրոնների հարվածներով շարքից դուրս են բերվել Սիմֆերոպոլի, Սևաստոպոլի, Յալթայի եւ Բախչիսարայի էլեկտրակայանները։ Թերակղզին գրեթե լիովին հոսանքազրկվել է։ Ստվերային նավատորմի ջախջախումը նոր թափ է հավաքում։ Ուկրաինայի գլխավոր շտաբը հաստատել է Սևծովի եւ Ազովի ծովերում Ռուսաստանի հարավային զորախմբին վառելիք մատակարարող միանգամից 6 տանկերների խոցումը։ Վերջին 3 օրերի ընթացքում պետք է ասեմ, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերը Ազովի ծովի եւ Սևծովի ջրատարածքներում, ինչպես նաեւ Ղրիմի նավահանգիստներում խոցել են ընդհանուր առմամբ 16 ռուսական տանկերներ, պատկերացնում եք, չէ՞, մասշտաբները։ Վոլգոգրադի մարզում ուկրաինական հրթիռներն ու դրոնները ոչնչացրել են Ռուսաստանի PN Grau 30-րդ ռազմական արսենալը Կատլուբանում։ Իրանական եւ հյուսիսկորեական հրթիռների եւ արկերի հզոր երկրորդային դետոնացիա է շարունակվում այնտեղ։ Վորոնեժի մարզում խոցվել է Բարիսա
Լիսագլեպս ռազմական աերոդրոմը հաստատված է ուկրաինական գլխավոր շտաբի կողմից եւ Կալաչ նեֆտեպրոդուկտ նավթաբազան Վորոնեժի մարզում վաղուց նման կարգի պայթյուններ չէին եղել։ Ռոստովի մարզում նույնպես անհանգիստ էր գիշերը, ոչնչացվել է Ռոստովի նավթաբազան, որն ապահովում էր հարավային ռազմական օկրուգի լոգիստիկան։ Բելգրադի մարզում Ուկրաինայի գլխավոր շտաբը հաստատել է Ուրազովեի եւ Շիլիայևեի շրջաններում երկու ռազմավարական ավտոմոբիլային կամուրջների ոչնչացումը, խոցվել է նաեւ ՆԵԲՈ ռադիոլոկացիոն կայանը։ Կուրսկի մարզում ուկրաինական դրոնները հարվածել են Խալինը ռազմական աերոդրոմին, ասեմ, որ այդ աերոդրոմը օգտագործվում է Ուկրաինայի դեմ շահեդների արձակման համար։ Մոսկվայի մարզը կարծես մնացել էր ստվերում, ասեմ, որ այս օրերին ուկրաինական դրոնները շարունակել են Պոդմոսկովիայի պլանաչափ հյուծումը, Ադինցովոյում եւ Պոդոլսկում խոցվել են հոբ կայաններ, Պանցիր S1 եւ S400-ի դիրքերը, իսկ Ռամենսկոյում եւ Կարելյովում հրթիռային ծրագրի վրա աշխատող փակ գործարանները Ռուսաստանը ամեն կերպ փորձում է գաղտնի պահել այս տեղեկատվությունը, բայց կանգնենք, որ կարող ենք ձեզ այս ամենի մասին պատմել։ Բարձր է, որ այս հարվածների ֆոնին Պուտինը պետք է փորձեր ատամ ցույց տալ, հատկապես ՆԱՏՕ-ի սամիթի օրերին, որտեղ Պուտինին ոչ մի լավ բան չի սպասում։ Ռուսաստանը փորձել է ահաբեկչական հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին, կիրառելով բալիստիկ հրթիռներ։ Կեսգիշերից հետո թշնամին բալիստիկ հրթիռներով, այդ թվում նորից S400 զենիթային հրթիռներով հարվածել է մայրաքաղաք Կիևին, զոհվել է 1 կին, 2 հոգի վիրավորվել են։ Դեսնյանսկի եւ Սվիտոշինսկի շրջաններում այրվել են քաղաքացիական պահեստներ։ Հրթիռային հարվածի հետևանքով տրամվայի դեպոյում վնասվել է լեհական արտադրության 42 տրամվայ, ինչը ազդել է երթուղիներ դուրս եկող տրամվայների քանակի վրա։ Հեսա երևի նախանձից են հարվածում, որ նոր տրամվայները փչացնեն։ Ինչևէ, կարևորը մեծ զոհերից հնարավոր է եղել խուսափել, չնայած ամեն մի զոհ մեզ համար իրոք մեծ վիշտ է։ Ցերեկը Դեսնյանսկի շրջանում մայրաքաղաքի գազաբաշխիչ կայանի մոտ դրոնի անկման հետևանքով 2 մարդ է վիրավորվել, ստացվել է խոցել դրոնը եւ գազաբաշխիչ կայանը վնասներ չի ստացել։ Հուլիսի 7-ի երեկոյան օկուպանտները Ղրիմից արձակել են կասետային մարտագլխիկով Իսկանդեր M բալիստիկ հրթիռ, վիրավորվել է 11 խաղաղ բնակիչ, իսկ գիշերը Օդեսայի մարզը զանգվածաբար գրոհել են կամիկաձե դրոնները, խոցվել է էներգետիկ օբյեկտ եւ միանգամից 3 գազալցակայան, որտեղ հրդեհներ են բռնկվել։ Երևի Պուտինը կարծում է, թե սրանով եղանակ կփոխի, բայց արդեն ակնհայտ է, որ նրանք պարտվածի վարկով փորձում են վնասել առանց ստույգ հասկանալով, որ դա արդեն չի ազդում Ուկրաինայի ռազմական պոտենցիալի վրա։ Ոչ մի նոր բան, բացի նրանից, որ նորից ու նորից մարդիկ տեսնում են Պուտինի մարդասպան եւ խաղաղ մարդկանց դեմ կռվող լինելը, ուրիշ բան չկա։ Բայց ասեք, որ քչերը կպատկերացնեին մի քանի տարի առաջ, որ Ռուսաստանը այս վիճակում կհայտնվի։ Բայց պատերազմը դեռ շարունակվում է, դեռ կա ճանապարհ անցնելու, մինչև ռուսաստանցիները հասկանան, որ ավտոլցակայաններում իրար հետ կռվելու փոխարեն ուրիշ բան պետք է անեն։ Եթե ռուսաստանցիների փոխարեն ուրիշ գործոններ բերեն Ռուսաստանում իշխանափոխությանը, ապա այդ երկրի ժողովուրդը դեռ երկար կսպասի լավ օրերին։ Ռուսները դեռ տաք են, բենզալցակայաններում իրար հետ կռիվ են անում, որ մի քանի լիտր բենզին լցնեն ու փորձեն առաջվա պես ապրել, առանց հասկանալու, որ առաջվանը արդեն չկա ու չի լինելու այդպես, ինչպես որ կար։ Վերջացավ նախկին Ռուսաստանը։ Իրենց երկրի նավթավերամշակման գործարանների գրեթե կեսը շարքից հանված է։ Նման կարգի փլուզումը արագ վերականգնվել չի կարող։ Ուստի առաջվանը երբեք էլ չի լինի։ Մեր մոտ էլ հեշտ չի լինելու, ինչպես բազմիցս ասել եմ, պարտվող Պուտինը անընդհատ մինչև վերջին պահը փորձելու է վնասել խաղաղ մարդկանց, բայց մենք ուրիշ տարբերակ չունենք, պետք է վերջ տնենք Պուտինի ագրեսիային, այնպես ինչպես որ օրըստօրե ուժգնացող հարվածներն են անում Ռուսաստանի հետ։ Հարվածները իրոք շատ են, հուսամ մեր Telegram-ում հասցնում եք տեսնել։ Եվ հենց հիմա իմացանք ռուսական ինքնաթիռի խոցման մասին, ռուսական զեթալիկները, այդ թվում ֆայթեր բոմբերը, ճանաչել են Սու-35 կործանիչի կորուստը, որը Ուկրաինայի զինված ուժերի կողմից գայթակղվել էր 3 ինքնաթիռների մասնակցությամբ օդային թակարդի մեջ։ Այս ֆոնին Դոնալդ Թրամփը աջակցել է Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի խորքերին, կանխատեսելով, որ դա կարող է պատերազմի ավարտի բանալին դառնալ։ Այդ ընթացքում ռուսական զորքերը Ղրիմում բենզատարները փորձում են քողարկել որպես քաղաքացիական տրանսպորտ ոչնչացումից խուսափելու համար, սակայն Ուկրաինայի զինված ուժերը հաջողությամբ հայտնաբերում եւ գրոհում են այդ թաքցված բեռները։ Իր հերթին Կիևը փոխում է ռազմավարությունը, հրաժարվելով ընթացիկ խաղաղ նախաձեռնություններից եւ շեշտը դնելով պատերազմի ավարտի համար Մոսկվայի վրա առավելագույն երկարաժամկետ ճնշում գործադրելու վրա։ Տեսնենք, թե որ ռազմավարությունը ի վերջո կիրականացվի։ Շատ չի երկարացնեմ եթերը։
Դե ինչ բարեկամներ, այսօրվա համար այսքանը, անչափ շնորհակալ եմ ջերմ մթնոլորտի ձեր ակտիվության համար, մինչև անջատելը նորից հիշեցնեմ լայքերի եւ տարածելու մասին, ով չի հասցրել դա անել եթերի ընթացքում, կհանդիպենք ամենայն հավանականությամբ ուրբաթ օրը կամ այս ալիքում կամ անալիտիկա ալիքում, ամենայն բարիք եւ հաջողություն ձեզ։